Ձերքես գրպանոս ման է գալի ազատ մարդ, ցանցը գցեց բռնեց։ Կանայք են էլի։ Կողեսցի հորիզոնի համար կոմերիտական պուտյովկան սովետական կուրորտային սիրավեպի ապա ամուսնության պատճառ դարձավ սեր կոտլետներից, ավելի ճիշտ Նինոյի կոտլետներից, եւ այսպես տարիներ առաջ Բաթումիի առողջարաններից մեկում հանգիստը վայելող հորիզոնն իր նախաճաշի մեջ մեկի փոխարեն 2 կոտլետ հայտնաբերեց։ Պարզվում է խորաման գեղեցկուհին, որ նույն առողջարանի խոհանոցում էր աշխատում, որոշել էր տղայի ուշադրությունը գրավել եւ հնարքն իր գործն արեց։ Մեկ է տեսեմ մի օր մատուցողին փոխվեց, հայտվել է սա։ Պատմեմ։ Պատմի ես։ Նա ուրեմն միտքը ծուր, հա։ Ասա բանա որ չավելացնես դες։ Բերեց գարները դրեց, մի հատ կատլետ էր ասում մարդը, 2 հատ տակը կողե վերմիշելով փագելա, վենել այդ բանը։ Սենց բացեցի, սա գողություն է կոչում, կողքից մարդը տեսնի, որ ես 2 կոտլետ եմ ուտեմ, ինքը 1, չկերա թողեցի, այդ պարավնաս, սինոք, почему не кушаешь? Asi перепутали, давай на порции. Да кушай, она, наверное, хочет, чтобы ты обратил на ней внимание. Կոտլետների բախտորոշ այս պատմությունից հետո հորիզոնն ինչպես իսկական տղամարդ խոստովանեց, մեկ անգամ արդեն ամուսնացած եղել է։ Հորիզոնի նախկին ամուսնության փաստը չվախեցրեց սիրահարված աղջկան։ Ասի ջան, սենց բան, ես ամուսնացած բաժանված եմ, ստացվել է, ես իմ պասպորտ ես ունեմ կուկուներ, երեխեք, հնեց որ ազապ չեմ, ինձ այնց հերով մնա, ես կետ չեմ ուզում խապեմ, բան չասեց, լրություն համաձայնության նշանը։ Բաթումիում հենց առողջարանում խաչվեցին բարձրահասակ գեղեցկադեմ հորիզոնի ու վրացուհի Սևահոն գեղեցկուհու հայացքները։ Հաջորդ օրը նրանք արդեն մտերմիկ զրուցում էին, մի քանի շաբաթ անց կապը շարունակեցին նամակագրությամբ, իսկ ամիսներ հետո էլ առաջին այցը գյուղ Կողես։ Նինոն սիրահարվեց ոչ միայն հորիզոնին, այլ նաև նրա գյուղին, թողեց Ծովափնյա քաղաքն ու եկավ Լորվա կանաչ ձորերում կորած փոքրիկ գյուղ։ Ճիշտ է, հորիզոնը հիմա կասկածներ ունի, թե ի վերջո Նինոն սիրահարվեց իրեն, թե գյուղին։ Մեր ջուրը լավն էր, ջուրը շատ լավն է։ Համի կասկածում եմ, որ ջրի վրա սիրահարվեց, ոչ թե վրա։ Բայց այս վերջ տարիներն ջուրն է փչացել։ Դե ուրեմն իրեն տղայական պարծենկոտությամբ ասում է պապը։ Ծաղիկների մեջ կորած տամբակում, տատի ձեռքն իր ափի մեջ, հայացքն էլի դեպի իր Նինոն հորիզոն պապը կատակում է։ Տատը թոշակից թոշակ է իրեն քաղցր բառերով ուրախացնում, իսկ ինքը անկախ օրից ու ժամից իր անհորիզոն սերն է անվերջ ցուցադրում։ Կողեսցի հորիզոնի ու վրացուհի Նինոյի սիրո պատմությունը ինքնին մի պոեմ է, որոնց միությունը կնքվեց 4 տասնամյակ առաջ։ Ծովափնյա աղմուկ աղաղակից փախած ամուսիններն այստեղ Կողեսում են գտել իսկական երջանկությունը, մարդկային հարաբերությունների պարզություն, ջերմություն, ամեն ինչ այստեղ է, ասում են։ Դե քանի փող կա, բան եմ առնում ինձ սիրմա։ Երբ որ փող չկա, պրոսը բան չի ասում։ Իսկ եթե լուրջ, Կցանկանայի որ բոլոր, շուրուխ առնեմ էլի։ կցանկանայի որ բոլոր Հայաստանի բոլոր ընտանիքները համերաշ ապրեն, առողջ ապրեն ու երկիրը խաղալին, բոլորի, ուրիշ բան չեմ ուզում։ Ինչ որ ես կա ինձ համար շատ է, հետս չեմ տանել, ոչ մեկը չի տալ, մենակ խաղաղություն։ Հորիզոնը 20 տարվա աշխատանքային փորձով մանկավարժ է, գրող, գեղանկարիչ եւ վերջապես հազարափեշակ ու հայրենասեր մարդ։ Բաթումիում Նինոյի հայրենիքում մի քանի տարի ապրեցին, հետո հայրենիքի կանչով վերադարձան գյուղ։ Որդին շարունակում է ապրել Ծովափնյա քաղաքում, ամռանն ինչպես հիմա ընտանիքով հյուր է գալիս, երջանկացնում կարոտած ծնողներին։ Գյուղի ամենածաղկաշատ տնակը մեր հերոսներինն է։ Կար ժամանակ, երբ անգամ առօրյա ընտանեկան պարտադիր վեճ ու խոսքի ժամանակ չկար։ Ծաղկազարդ բակում հիմա ամեն ինչի ժամանակ էլ ունենում են, քանի որ հիմա եւ ժամանակն է շատ, եւ տեսած լսածը։ Այն պապենական խոսքը դուք երիտասարդ եք, ասում եք քանի մեկը պետք է փափուկ լինի, որ երկան խաղա, հալուր լինի։ Դե ես գոյն մաքրած էր աղջիկա, գյուղը սիրում եմ,
աղմուկի քիչ, կանաչի շատ, ծառ ու ծաղիկ։ Գիտեք ինչ, քաղաքներում ապրել եմ, ասենք ես, Կիրովական 12 տարի Բաթումի, քանի տարի։ Ու մեծ քաղաքներ շատ եմ եղել, Ռուսաստան, Գերմանիա, այնտեղ եմ ծառայել։ Չեմ սիրում ասֆալտի վրա այնտեղի քայլելը։ Ու զարմանում եմ մարդիկ այդ ասֆալտի վրա կամպյուտեր բացում եմ, նայում եմ, մեզ մոտ երևի փառք այն մեծ քաղաքներ եմ, ռոբոտների նման քայլում են, ոչ մի ծառ, ոչ մի բուսականություն, ոչ մի լիճ։ Սիրում եմ ստեղ։ Երջանիկ եք ստեղ։ Ստեղ եկը մերն ենք։ Ամուսինների տամբակը թերևս գյուղում ամենաջերմ անկյունն է։ Նինոն հոգատարությամբ խնամում է իր ծաղկանոցը վարդեր, կակաչներ, հովտաշուշաններ, ծաղիկներն այստեղ աճում են այնպես, ինչպես սերը խնամքով, համբերությամբ, մի քիչ արևով ու շատ ջերմությամբ, որտեղ նույնիսկ մեղուները թրջում են մեղեդային շարժումով։ Հորիզոն պապի սիրելի զբաղմունքն էլ խորհելն է, անցնող դարձողին բարև տալը, նրանց հետ զրուցելը, օղի թորելը, լավ հյուրեր ունենալու դեպքում ինչու՞ չէ նաև խմելը։ Քույրս վես խոսում է, ինչ չի կարելի, ինչն է կարելի գալի, մարդիկ աշխարհին կործանում, երկիր են կործանում, կարելի է, բայց ես ասենք մի քիչ խլստեմ, խմեմ Տեր Աստված, աշխարհին խաղաղություն չի կարելի, ամեն ինչի վերջ լինում է, ամեն ինչի վերջ, ուրախության, տխրության, արհավիրքի, դժբախտության, երջանկության։ Հիմա ես ասեմ, անձամբ համար եկել է վերջը չէ, միգուցե մի 2 տարի ապրեմ, բայց առաջ ասենք գյուղամիջում հավաքվում էինք, նստում էինք քարերի բանի վրա, հենը Թումանյանն ունի իմ ընկերն Նեսոն ասում, հավաքվում էին, նստում էին մեծ մարդիկ քարերի վրա, իրենց խամորճը քաշում, եւ այլ։ Հիմա գյուղը դատարկ է, քաոս։ Էլի մենք ու մեր սարեր միլիցիան, որ գնում է Սոստար 20 տանը, չէ դերը, որ նայում է 4 կողմ, գյուղում մարդ չկա, հասած տանցս կա համակ։ 4 կողմ նայելու, կրծում դե միլիցիա, սոտակի գողություն եղավ։ Հիմա տեղ Հրանտ Մատեոսյանի բանն ինչ էր, գյուղը դատարկվել է։ Էնդիա փագատ, մարդիկ վերև են։ Մենակ դա չէ, և ներք է պտիլ, և վեր է պտիլ։ Գիտեք ինչ է ուզեմ, ես ունեմ մի ոտանավոր, ինչու ինձ մայրս Աստված չտնեց, Աստծուց խռոված այս հողագնդում, որտեղ կատաղած շահին էլ հեծած, երկրագունդը քանդում, ինչու ինձ մայրս Աստված չտնեց, Աստծուց խռոված այս հողագնդում, թե եթե դասավորվի, եթե դասավորվի ես դառնամ Աստված, ամեն ինչ լավ կլի։ Այսպես են ապրում ամուսինները թաքուն մի հույս փայփայելով, որ ի վերջո կգան նաև լավ ժամանակներ, երբ գյուղացու աշխատանքը կգնահատվի, երբ հեռավոր գյուղերում խնդիրները կպակասեն ու ոչինչ որ գուցե իրենք չտեսնեն, կարևորը հուսալու սպասելն է։ Բայց ցավոք իրենց աչքի առաջ այս ու հարևան գյուղերը դատարկվում են, ամուսնություններ ու երեխաների ծնունդներ քիչ են լինում, ավելի շատ մահ ու տխրություններ։ Պապն այն համոզմունքն ունի, որ գյուղում միշտ էլ կարելի է աշխատանք ու եկամտի միջոց գտնել ու քաղաք գնալը սխալ է։ Սխալ է, աշխատանք կա, շատ կա, են երեխեք որ ասում են ամբիչապ։ Հիմա եթե գյուղում լսնեք 110 տուն տնտեսություն եք, մոտ 40-50-ը չկան, թողել գնացեն, ամեկ ունեն 2000 ըստ բանի չապի 2500 տնամես, մետր, կարակուսի մետր, հող, թե մի 40 անգամ 2500, այդքան հողը չի մշակում, այդքան հողը պտար կարտոֆիլ, պտար պոմիդոր և այլ, այդ 40 տնտեսությունը պտի կողպայր, անասուն պայր, ապրեն, բարգավաճեն, չկան գնացել են, ում համար, ռուսների համար, մեր ներուժը գնում է Ռուսաստան, մեր ներուժը գնում է աշխարհի ուրիշ երկրները, հասկանում եք, իմ գլուխը քորա գալի, ես ձեռք չունեմ, որ գլուխս քորեմ, իմ եղունգը, որ իմ գլուխ պետք է քորեմ, ուրիշի գլուխն, ուրիշ ազգի,
մենք ու մեր սարերն որ կա, ասում եմ որ եք բարկացել, ասում աշխարհքի, ավակ, աշխարհքի։ Հիմա դուք բարկացած։ Դե ինչ կա։ Եվ մեղադրել, չմեղադրել չգիտեմ, իմ գործը չի։ Նրանք այդ ձևի հարմար գտար գնացին։ Ես իմ տղայից էլ եմ նեղացել, որ թողեց գնաց, կինը վրացի աղջիկուց հետ, ծուրը չեկավ, Բաթումին ու կորորտայի Վրաստանը շատ չքնաղ երկիր է, ոչ բոլոր տեղերն եմ գնացել։ Հայաստանը չի մրցի Վրաստանի հետ իր գեղեցկությամբ, Հայաստանը յուրատեսակ գեղեցկությունը, Վրաստանը յուրատեսակ։ Պետությունը պետք է բարելավի մարդկանց վիճակը, որ մարդիկ չփախչեն։ Ասում եք գործ, գյուղում շատ գործ, ով ասում գործ չկա։ Չեն վարձատրում։ Կորուպցիան շատ է։ Գյուղում շինարարություն է պետք, լուսավորություն է պետք։ Մանավանդ սահմանամերձ գյուղերը։ Նայում եմ կամպյուտեր միացած, նայում եմ, ես վախենում եմ։ Իսկ մեր հարևանները, քոչորներն են, որոնք իրենց ոչխարի համար արոտատեղ են ման գալիս։ Այնտեղ Թուրքիան, որ մի անգամ մեզ ցեղը սպանեց, այնտեղ էլ այդ ազերիները, թաթարները, որ իրանց թուրքը, տանք թաթարներ են, Կովկասի թաթարներ են, ագրեսիվ։ Սահմանամերձ գոտիները մարդկանց պետություն տուն փող տուր, դրամ տուր, տուն շինի կամ դու շինի, մարդկանց բնակեցրու։ Բարկանում է Պապն ու շարունակում աշխարհը խաղաղության ու սիրո կարիք ունի, մանավանդ հիմա, երբ աշխարհի գրեթե ամեն անկյունում կամ պատերազմ է, կամ մի նոր պատերազմ է հասունանում, կարևոր է լինել խոհեմ ու փորձել խաղաղ ապրել, ասում է։ Լիներ խաղաղ մի անկյուն, լիներ մանկան քաղցրքուն, ով ա գե, Տերանը թե Թումանյանը, մոռացել եմ։ Այնով չի ուզում ենք, այս Իրանի Իսրայելի պատերազմը որ տեսնում եմ, նա ասում է ես եմ մաղթեն, ասում է ես եմ, ասում են հրեաները խելացի, հրեաները ապուշ, հասկ են, ամբողջ Թել Ավիվ են մնացած քաղաքներ, վարի գնացած, փլատակների տակ, սենց մի սխալ բան ասեմ, միգուցե և նայողիզների, և դուք ինձ հասկանաք, ավելի լավ մի մարդ մերդիկ, հաստե մի շեք փուլ գա, եթե այդ մարդը վատ է իհարկե, որ ասում են ամենամեծ արժեքը մարդն է, եթե ամենամեծ արժեքը մարդն է, այդ մարդը փչացնում է մյուս արժեքները, ոչ չացնում, ոնց նա մեծություն հասկանանք։ Հորիզոն Պապը տպագրվել է 1001 ամսագրում, ջերմ հարաբերություններ ունեցել ժամանակի մեծերի հետ, սիրել է ստեղծագործել, նկարել, զբաղվել երաժշտությամբ։ Ես ասեմ գոհ եմ իմ կյանքից, ոչ մեկը, նույնիսկ այն միլիարդ հատ Իլոն Մաքսն արծած, կացի չէ, շատ եմ դժգոհ ներկա, մեր հասարակության պահվածքից, մեր հասարակության անտարբերությունից, բոլորը շահ հետևից են վազում, լինեն հարուստ, աղջիկն ասում ամուսնանան, որ տղեն հարուստ լինի, տղեն ասում անենց աղջիկ ուզենա, որ հերը միլիոնատեր լինի, ինձ պայի, ու չեն ամուսնան, մնաց սենց սակա, մեկ, երկու, եթե երկու ամուսնություն կա մի հատ բաժանում, մարդը համարը մեր բոքսավատանա, մարդը չէ, ոնց որ ասեց, այդ բանը, կոմբինատը չի աշխատեմ, չի չանում ենք, այն ժամանակ նենց էր, ռուս հայ հետ էր ամուսնացամ, հայ թուրքի հետ էր ամուսնանամ, ուզբեկը հայ հետ, ուզբեկը ռուսի հետ, ժողովուրդը համերաշխար ապրան, աշխարհը միայն սովետական միությանը, ավելի շուտ պարտիային կոմունիստական հաջողվեց, որ մարդկանց խաղացնեն, բոլեմենե կարգավիճակ ստեղծեն ապրելոմը, բան որ 5 տարում ստանում է տուն, 5 տարին չպես էր գնաց, մեզ բան չի, 5 անգամ նոր տարի, վայ ցավը տանը բան 5 տարի գնաց, բայց 5 տարուց հետո դու ստանում էի տուն, տեղ, կինը երեխեք ծածկ ուներ։ Հորիզոն Պապին կարելի է անվերջ լսել ու լսել, սակայն իր այգու գործերն են հետ ընկնում, հետո էլ քանի թորնիկները գյուղում են, պետք է հասցնի վայելել նրանց ներկայությունը, չէ որ մի քանի օրից կրկին կարոտը սեղմելու է կոկորդը։ Կենտրոնական բնազդը, վայրիկ են գազաններ, եթե զակը կորցնում է, կաղկանձում է օրերով, եկան ուրախացանք, հոգեպես ուրախացանք,
Հիմա ձեր գալու ժամանակ այս փոքրիկի համար խաղալիք է սարքը։ Ոչ թե քաղաքի զիզիպիզի, այլ յուղի ֆրիկը սարքը որ վազում են, դնում եք փայտից էին ամրացնում եք, դնում վազում եք։ Հիմա իր համար է ձև է սարքը։ Կան մարդիկ, որոնց ճանաչելուց հետո չես մոռանում, հիշում ես ամբողջ կյանքում։ Այդպիսին են այս ամուսինները, որոնց ծաղիկներով շողշողացող բակում փոքրիկ տնակում սեր, երջանկություն ու խաղաղություն կա։ Նա հայ գյուղացի իր հողի ու հացի սիրահարը, լեռնեցի, բայց ծովի պես հանդարտ։ Իսկ Նինոն վրացական ծովափնյա Բաթումիից հայացքով ծովի նման խաղաղ, բայց ոգով լորեցու նման կրակ ու ծովի նման փոթորկոտ։ Այսպես է անցնում առօրյան գյուղում ապրող ամուսինների համար աշխատասեր ձեռքերի, համբերության եւ միմյանց նկատմամբ ունեցած սիրո շնորհիվ։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Կողեսից, անկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։